Բարոյցասիրներ, շարունակում ենք մեր հերթական սերտողությունը եւ այսօր հասել ենք 4 թագավորաց 11 եւ 12-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք մի հրաշալի պատմություն փրկված մանուկի եւ տաճարի նորոգման մասին։ Երբ Չար Գոթողիան փորձեց ոչնչացնել Դավիթի ամբողջ թագավորական սերունդը, փոքրիկ Հովասին գաղտնի պահեցին Աստծո տանը։ Տարիներ անց նրան օծեցին թագավոր, իսկ չարությունը պարտվեց։ Հետագայում Հովասը նորոգեց Տիրոջ տունը։ Առաջինը Հովասը Հիսուսի պատկերն է։ Ինչպես Հովասին փորձում էին սպանել մանուկ հասակում, այնպես էլ Հերովդեսը փորձեց սպանել մանուկ Հիսուսին, բայց Աստծո ծրագիրը հնարավոր չէր կանգնեցնել։ Հիսուսը պահպանվեց, որպեսզի դառնա մեր հավիտենական թագավորը։ Երկրորդը մենք տեսնում ենք Հովասը նորոգեց քարե տաճարը, իսկ Հիսուս Քրիստոսը եկավ նորոգելու մեր սրտերը։ Նա ասեց. «Քանդեք այս տաճարը եւ ես 3 օրում կկանգնեցնեմ այն», ակնարկելով իր հարությունը։ Ինչ է սա նշանակում մեր կյանքի համար։ Այսօր առաջինը Աստծո խոստումը անխախտ է։ Նույնիսկ երբ թվում է, թե չարը հաղթում է, Աստված միշտ պահպանում է իր խոստումը։ Քո կյանքում էլ նա ունի վերջնական խոսք։ Երկրորդը ներքին նորոգումն է։ Հովաս թագավորը ժողովրդի սիրտը ուղղեց դեպի Աստծո տան վերականգնումը։ Այսօր Հիսուսը ցանկանում է նորոգել իմ եւ քո հոգեվոր կյանքը, մաքրել ավերակները եւ վերականգնել մեր խաղաղությունը։ Այսօր ուղղակի պիտի թույլ տանք, որ Քրիստոսը նորոգի քո եւ իմ սիրտը եւ հիշիր նա միշտ գահի վրա է։ Շնորհակալություն, որ դիտում եք մեր ամեն օրվա այս սերտողությունը։ Թող Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը